Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 13-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 13-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ուշ եք արթնանալու քնից, հնարավոր նաև շուտ, բայց սա ավելի շատ ուշ է, նաև օրվա ընթացքում կարող ցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև ինտիմ հարաբերություններ է դա։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք ինչ-որ մի տեղից, եթե հատկապես այստեղ գործնական հանդիպում ունեք, ապա որպեսզի չուշանաք։ Այդ օրը նաև ոմանք ունեն գործնական հանդիպում, ոմանք ունեն գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ, սիրո խոստովանություն կստանաք, կանեք, նաև դա սիրված լինելն է, ինչ-որ մի բան, որ տեղի ունենում սիրված կլինեք և իհարկե ձեր հարազատների շրջապատում կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 13-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը նորություն կլսեք, նաև սպասելու եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եք սպասելու։
Հաջողություն ունեք այդ օրը ձեր գործերում, այն ինչ որ կանեք, այդ օրը ունեք թաքուն սիրավեպ, թաքուն կամ գաղտնի սիրավեպ է կամ գաղտնի գործողություններ են, նաև ոչ իրադարձություններ են, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաև նոր սկսվող ոչ ցիկլ է ամեն ամիս, բացի դա էլ դա կարող է լինել ավարտ ինչ-որ մի բանի։ Եվ այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 13-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվի։ Նաև գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ, սպասման մեջ եք լինելու, միգուցե նաև երկար սպասեք տվյալ անձնավորությանը։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր արեք, ոչ մի հարցում այդ օրը մի շտապեք։ Եվ նորություն կլսեք այդ օրը, հույսով լցված եք, հույսնետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա կամ հույսով սպասում եք ինչ-որ բանի այստեղ եւ հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին է ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 13-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան հուզված եք, չգիտեմ ինչու եք հուզվել, հուզված վիճակ է ձեզ մոտ, նաև կարող եք արտասվել,
Գումար այդ օրը կծախսեք կամ գումարի մասին խոսեք ոչ մարդկանց հետ, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք։ Նաև կարող ժամ պայմանավորվել այդ օրը, դեռևս, նոր պայմանավորվել։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, գումար կստանաք, այստեղ ինչպես տանում եք, այնպես ծախսում եք, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, նաև նորություն կլսեք այդ օրը եւ հաջողություն ունեք յուրաքանչյուր գործերում այդ օրը ինչ որ անեք, հաջողությամբ կավարտվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 13-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ որ մարդկանց կսպասեք, այստեղ սուտ կա, միգուցե իրենց ասած ժամից ուշանում են, չնայած այստեղ սուտ է բացահայտվում, ինչ որ գաղտնիք կբացահայտվի ձեզ համար։ Եվ նաև այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, դա կարող է լինել պետական յուրաքանչյուրին, դա բանկ, դատական գործընթաց եւ այլն, եւ բժշկական կենտրոն եւ ուսումնական կենտրոն։ Երեխաների հետ կապված ոչ հարցեր կամ միգուցե երեխաներին եք տանում նման տեղ կամ երեխաների ուսման հետ է կապված այդ այնտեղ խոսակցությունը, ուսման վայրում եւ այլն։ Եվ սա ընտանեկան կյանքն է։ Մարդը կզբաղվի ավելի շատ իր ընտանիքով, ընտանեկան դե ընտանիքով մի խոսքով ընտանիքի մարդկանցով է կարող պետք լինեք։ Եվ սա նաև հղիություն է ծննդաբերությունն է կամ երեխաների հետ ինչ որ մի տեղ կգնաք։ Եվ այդ օրը նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Հնարավոր է այնինչ որ ձեզ համար բացահայտվում է այստեղ լավ է։ Այդ գաղտնիքը ոնց որ ձեզ համար ավելի լավ է, քան որտեվ չեք նեղվում։ Այդ սուտը բացահայտվում է, բայց դուք ոչինչ չեք լինում այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գիտեք, ընդհանրապես սուտը բացահայտվել է եւ երեխան, դա ընդհանրապես վերաբերվում է, որ դիմացինը հղի էր իմանում եք, չեր ասել կամ երեխայի սեռն են իմանում այս դեպքում նաև։ Այմա այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 13-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ նաև գործնական խոսակցություն ոչ մեկի հետ, հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ հետ և ձեզ սիրված կզգաք, իրար հետ լավ ժամանակ կանցկացնեք։ Ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ բան ձեզ հիասթափեցնում, միգուցե գաղտնիք է բացահայտվում, դա է խնդիրը, որ նեղվում եք, կամ այդ մարդուց, կողոյ ընկերոջից նստած եք, խոսում եք և ինչ-որ մի բան այնպես չէ, կողոյ փոխվել է ձեր ընկերը, կողոյ տեսնում եք, ուրախանում եք, ինձ հետո հասկանում եք, որ ինչ է դարել, ինչ-որ մի բան իր մեջ փոխվել է։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաև գումար կստանաք, այդ գործարքը կարծես թե անում եք և հետո գումար են կամ փոխանցում կամ գումար եք ստանալու, կվճարեն տեղում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին մարտի 13-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու ձեր հարազատների հետ, բայց մինչև այդ կարծես թե սպասում եք իրենց, որպեսզի գան, բայց այստեղ սուտ կա, հնարավոր նաև մի փոքր ուշ են գալու, որպեսզի հանդիպեք իրենց հետ։ Նաև այդ օրը բաժանում է, հեռացում ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից և գաղտնիք կբացահայտվի։ Օրինակ իմանում եք, որ այդ հանդիպման պատճառը բաժանումն է, պետք է գնա օրինակ այդ մարդը կամ ձեր հարազատներից որևէ մեկը պետք է գնա ինչ-որ միտեղ և իրարից պետք է այդպես հեռանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 13-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը ոմանք սեղան եթե ասում ուրեմն սեղանի շուրջ եք նստելու։ Հնարավոր է, սեղանի շուրջ նստեք։ Նորություն կլսեք այդ օրը, նաև ժամադրություն ունեք սիրային, ոմանք նաև ունեն այստեղ ժամադրություն պայմանավորված իրենց հարազատ մարդկանց հետ։ Օրը ձեր ձեռքում է, նաև այստեղ առողջության հետ է դա կապված, թե ինչ կանեք, կմրսեք, թեթև կհագնվեք, այդ ամեն ինչը բնականաբար միմիայն ձեր ձեռքում է։ Գնալու եք գուցե ինչ-որ մի տեղ, բժշկականության կենտրոն, կոսմետոլոգի մոտ, թե եւ ամեն ինչի ձեր ձեռքում է, թե ինչ կանեք ձեր դեմքի կամ մարմնի հետ։ Եվ այդ օրը հնարավոր է որից մի հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք, դա այդպես ոնց որ հանկարծակի կլսեք, որ դա այլևս չեք կարող անել կամ տվեցին ուրիշին, մինչև դուք մտածում եք ինչ որ դրա շուրջ արդեն տվեցին ուրիշին։ Այսքանը ձեզ համար, այստեղ ուրիշ ոչինչ չկա եւ նորություն իհարկե կլսեք։ Այսքանը, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 13-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն, նաեւ կարող է նոր ցիկլ է, որը սկսվում է ձեզ մոտ, նաեւ կարող է ավարտվել դա։ Եվ ոչ մեկ հետ կարող եք վիճել կամ տուն մաքրել։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր սիրելիների հետ, ձեր հարազատ մարդկանց հետ, միգուցե նաեւ ինչ որ մի բան է, որը դուք եք ստանում եւ ձեզ լավ եք զգում։ Ամեն ամիս դա ստանալուց հետո ձեզ լավ եք զգում եւ այս ամիս եւս ստանալուց հետո ձեզ լավ կզգաք։ Կամ միգուցե որ նոր է սկսում դրա համար է դա։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք արդեն ասացի պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Նաեւ իհարկե մտերիմ, հավատարիմ անձնավորության հետ, դա նաեւ նշանակում է հավատարմություն, ձեր հարազատների կողմից կամ նաև ձեր սիրելի կողմից, ոնց որ հավատարիմ է նա ձեզ։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, այստեղ ժամի հետ կապված տհաճ պահեր կան, դրա համար այնպես արեք, որ չուշանաք, կարծես թե սա հենց ուշացման հետ է կապված։ Կամ դիմացինն է ուշանում, սպասում եք, դա է տհաճ պահերը ձեզ տալիս, սուտ կա։ Նաև կարող է նամակ են գրում անընդհատ, որ հեսա գալիս ենք, բայց ոնց որ սուտ է, դա դեռ չեն հասնում տեղ։ Միայն ասում են, որ գալիս ենք, այդպես։ Եվ միգուցե ինչ-որ մի նամակ ստանաք, որտեղ որ գրված կլինի ինչ-որ մի գումար պետք է վճարեք, բայց դա եւս կարող է սուտ լինել, դրա համար
այստեղ շատ ուշադրություն է ձեզանից պահանջում դա։ Եվ նաև այստեղ գումար կամ կվճարեք, այսպես թե այնպես, գումարի մասին կխոսեք ինչ-որ մեկի հետ, գումար եք ծախսում, այստեղ միգուցե սեղանի շուրջ եք նստում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 13-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք որևէ մարկանց հետ, արժեքի մասին կխոսեք։ Նաև հանդիպում ունեք այդ օրը, որից իրադարձություններ են, որոնք կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվի, բոլորի մոտ կատարվում է, չեմ հասկանում։ Բոլորը այդ օրը վարկ ունեն փակելու կամ վճար են ստանում։ Միգուցե ալիմենտ է, հա, սա նաև նոր է սկսվում այդ ցիկլը, որ ամեն ամիս դա կարող է լինել, գիտեք, աշխատավարձը, որ մարդը սկսում է արդեն աշխատել եւ ամեն ամիս գումար է ստանում։ Եվ նա կարող է ավարտվել նաեւ ինչ որ մեկի մոտ։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, միգուցե հանդիպումը դա երբ կարող գումար եք ծախսում կամ վճարում եք այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 13-ին։ Հարգելի ջրհոսներ, ինչպես բոլորը, այդ օրը դուք էլ ունեք որևէ իրադարձություններ, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի, կամ դա նոր ցիկլ է, նոր կսկսվի, ամեն ամիս ինչ որ բան կատարվել ձեզ մոտ, նաեւ դա կարող է լինել ավարտ։ Ոմանք ունեն գաղտնի սիրով է, ոմանք ունեն գաղտնի գործողություններ, հանդիպում կամ շփում կունենաք ձեր հարազատ մարդկանց հետ, դա նաև հավատարմություն է, երկրորդ սեռի, հա, հակառակ սեռի ներկայացուցիչի կողմից,
նաև ձեր հարազատների կողմից։ Եվ որը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, այստեղ նաև կարող եք որևէ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել, դա հատկապես ձեզանից է կախված։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 13-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև տանը առիթ ունեք կամ ձեր տանն է կամ պետք է գնաք այդ առիթին։ Նաև այդ օրը ինչ որ գործեր կմնան չեք հասցնում ավարտին, երևի զբաղվում եք առիթով, զբաղվում եք այդ գործողությամբ եւ չեք հասցնում ուրիշ ոչինչ անել։ Եվ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, այսինքն ամեն ինչ է ձեզանից կախված, նաև սուտ կա այդ օրը։ Եվ դա տհաճ պահեր կարող է տալ սուտը, տհաճ պահեր կան նաև, միգուցե սեղանի շուրջը, միգուցե ինչ-որ մի տեղ, միգուցե այդ սուտն է մեղավոր այդ տհաճ պահերը։ Եվ տան հետ կապված ոչ իրադարձություններ կապ չունի դա առիթի հետ, միգուցե կարող է տեղափոխվում եք կամ տուն եք մաքրում, այդպես իրերն եք այսօր այն կողմ տեղափոխում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։